Ես հիմա գտնվում եմ մի բարձրահարկ շենքում, հենց հիմա, ինձնից ներքև 90 հարկ սիրելիներ, 90 հարկ, բայց ես տեսեք, հենց կպած եմ ինձ ու այդ ահասարսուր տեսարանը բաժանող ապակում, սա ապակի է, դրանից ենկոմ այդ հսկա անդունդն է, գիտեք, եթե չլիներ այս ապակին, չգիտեմ, ես ինքս սարսափում եմ բարձր տեսարաններից, բայց վստահություն ունեմ այս շենքի շինարարների վրա, որովհետև նրանք շատ որակով շինել են ու այս ապակին դրել են ու մարդիկ գալիս են այստեղից նայում են այս գեղեցիկ տեսարանը։ Սա վստահություն է ներշնչում այս ապակին, որպեսզի մենք չընկնենք բաժանումը։ Իրականում հետաքրքիր ուղեր ստացա սրտիս մեջ, որ մենք պետքա վստահենք Տիրոջը, եթե մենք վստահում ենք մարդու սարքածին, ապա պիտի վստահենք նաև մեր Տիրոջը, որովհետև Տերը երբեմն մեզ ուզում է բարձունքներ հանի, ուզում է բաներ ցույց տա մեզ, բայց մենք վախենում ենք, չենք վստահում։ Ընդամենը մի շինարարի վստահում ենք, այս ապակի վրա կարող ենք այսպես հանգիստ հենվել, վստահելով, որ հաստատ չի ընկնի, բայց Տիրոջը շատ հաճախ ցավոք սրտի չենք վստահում։ Խնդրում եմ ձեզ, վստահեք, հենց դա է հավատքը։ Դրա համար է հավատքն ու վստահությունը շատ իրար մոտ։ Տերը օրհնի ձեզ միշտ ու միշտ, վստահեք Տիրոջը եւ Տերը ձեզ կհանի շատ հետաքրքիր ու հզոր բարձունքներ։ Աստված օրհնելով օրհնի ձեզ։ Ամեն։